Այսպես մեկնարկեց առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 25-րդ տարեկան համաժողովը։ ԱՏԾՄ-ով մենք միշտ մտածել ենք ոչ թե առաջնային ինչ-որ մեկի անձնական շահ առաջ տանելու, այլ ընդհանուր էկոհամակարգը զարգացնելու։ Ալեքսանդր Եսայանի վերջին ելույթն էր որպես ԱՏԾՄ նախագահ։ Տեխնոլոգիական համայնքի կարևորագույն կառույցներից մեկը գլխավորելու 11 տարիներն ավարտում է ու ՏՏ էկոհամակարգ նորարարություններ բերելու ղեկը հանձնում է նոր նախագահին։ ԱՏԾՄ-ն այս տարիների ընթացքում նենց է աճել եւ արդեն նենց հիմքերի վրա է, որ այլևս որևիցե դժվարություն չի կարող խանգարի ԱՏԾՄ-ի նպատակների իրագործմանը։ Մենք ունենք արդեն 270-ից ավել անդամներ, անում ենք միլիոնավոր դոլարների ծրագրեր տարեկան, այսինքն նաև բյուջեի տեսանկյունից ինքը խոշորագույն, եթե ոչ ամենախոշոր հասարակական կազմակերպություններից է եւ արդեն ոնց որ կարելի ասել հանգիստ սրտով ես որոշել եմ փոխանցել այս պաշտոնը մեկ այլ մարդու։ 8 ընկերությամբ ստեղծված միությունն այսօր Հայաստանի եւ տարածաշրջանի խոշորագույն ամենամյա տեխնոլոգիական իրադարձության Digitech-ի կազմակերպիչն է։ Մշակում է ստարտափների ու ՏՏ ընկերությունների համար աջակցության ծրագրեր, գործակցում է պետական մարմինների հետ, նպաստելով ինովացիայի վրա հիմնված տնտեսության զարգացմանը։ Երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ընկերությունների կողմից վճարվող հարկերի մոտ 70%-ը վճարում են ԱՏԾՄ-ին անդամակցող ընկերությունները։ Նաև բոլորովին վերջերս ԱՏԾՄ-ն փոխարկելի պարտքային գործիք թողարկելով դարձավ արժեթղթերի շուկա դուրս եկած առաջին ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանում։ Ալեքսանդր Եսայանի կառույցը գլխավորելու տարիները ԱՏԾՄ-ն դարձրել են կայացած միություն, որ փոխել է երկրի տեխնոլոգիական դաշտն ու նորարարությունների մեկնարկ տվել։ ԱՏԾՄ-ին միացել եմ 3 տարի առաջ եւ վերջին 3 տարիները շատ բեղուն աշխատել ենք պարոն Եսայանի հետ։ Կարելի ասել, որ նա ամենաազդեցիկ մարդկանցից է մեր էկոհամակարգի եւ այդ ազդեցությունը գալիս է նրանից, որ էկոհամակարգի անդամների համար նա միշտ պատրաստ է ու նաեւ շատերի համար կոպիտ ասած արած դրած ունի, բացառիկ մարդկանցից է, ով շատ գրեթե արվեստի մակարդակի տիրապետում է եւ կարողանում է իրականացնել մասնավոր պետական եւ հանրային շահի բազմապատկում, որտեղ շահում է եւ մասնավորը, բիզնեսները եւ հանրային մեծ բարիքներ է ստեղծվում ու դրա մեծ վկայությունը Firebird-ի նախագիծն է։ Team Telecom Armenia, Firebird AI եւ մի շարք այլ ընկերությունների համահիմնադիր եւ ղեկավար Ալեքսանդր Եսայանը հիշում է. անցած տարիներին նաեւ բազմաթիվ դժվարություններ ու մարտահրավերներ են եղել, բայց կարևորն այն է, որ ստեղծվել է ուժեղ համայնք։ ԱՏԾՄ-ն իր տարիների ընթացքում, Կարեն Վարդյանի ղեկավարության տարիների ընթացքում շատ դժվարություններ ա տեսել որպես կառույց եւ այդ դժվարությունները հաղթահարել է ու դրանից հետո դժվար էր շատ կառույցը պահել ամուր եւ շարունակել այն վերակատարումը, ինչը որ ուներ Կարեն Վարդյանը։ Այն որ մենք հիմա այ կանգնած ենք հենց այս ընկերությունների լոգոների դիմացը, արդեն խոսում է քանակը եւ որակը երկուստեք խոսում է մեր հենց կատարած ճիշտ աշխատանքի համար, քանի որ այն կառույցը, որը որ լավ գործ չի անում, իրան չեն միանում։ Միշտ ուզում են ընկերությունները կամ մարդիկ լինել մի բանի շուրջը հավաքված, որը թե գաղափարապես, թե արդյունքներով կատարում է լավ աշխատանք։ Կարծում եմ ԱՏԾՄ-ն դա ապացուցել է։ Առաջնայինը համարել ընդհանուրի ու ՏՏ ոլորտի շահերը։ Այս սկզբունքը դրված է առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հիմքում։ Այժմ այն շարունակելու է ԱՏԾՄ նոր նախագահը։ Համաժողովի ընտրության արդյունքով միության նոր նախագահ ընտրվեց Արմեն Քոչարյանը, Volo եւ Sparkwork ընկերությունների տեխնոլոգիական բազմաթիվ այլ նախաձեռնությունների հիմնադիր եւ ղեկավար։